Տալով մեքսիկական ուտելիք, եղեք հայ, այսպես ասած։ Դրանից հետո Արամին փորձում էի համոզեի մի տարուց ավել, ասում եմ արի catering իրար հետ անենք։ Սիրտդ ինչ որ սիրում ես, դա պետք է անես։ Այո։ Ուզում եմ հարցնել, Արամ ջան, ինչ կմաղթեք ձեր եղբորը, այ հենց հիմա իր աչքերի մեջ նայելով։ Ասում եմ արի գնանք ավտոն առնենք, դա մի 6 ամիս տևեց։ Բայց տեսնեք ռիսկի դիմելը փաստորեն ավելի լավ է։ Միշտ զարմանում եմ, որ ասում են բանա Մեքսիկ եք, ասում ենք չէ, հայ ու Մեքսիկի խառնարդ ենք էլի։ Մեր մոտ որ գալիս են թակոն տալիս ես, թակոյի մասին եմ մի քիչ խոսում, սա Հիմա ես պիտի գնամ այդ խանութը, ձեր պապային փնտրեմ, ձեր դիմագծեր նմանեցնելը։ Շատ բաներ մեր մամայից էլ ենք սովորել, իր ձերքն էլ շատ տենց ուժեղ ձերք ունի, տենց ուտելիքի հետ։ Իսկ չեք վիճում աներոջ հետ։ Հյուրերը 30 հոգի են լինելու, 40 հոգում են տանում։ Մանավանդ հայի համար է լինում 50 հատ ենք տանում։ Սենց է անում գլխով։ Այդ լավ հիշողություններ չունի Արամ։ շատ էր խռսնում։ Գիշերը խռսնում է, ինք եղել է հաճախորդ զանգելա, ասել է 12 հոգով ենք, ուզում ենք ձեր ուտելիքը ուտենք, բայց catering չենք ուզում, բայց գումար չունենք, եղել է։ Այդ վերջը ահավոր հաճախորդ չլինի, մենք չենք կլինի այս գործի մեջ։ 2 տարեկան երախություն ունի։ Հա, գլնդելով 2 տարեկան երախություն արեցին։ Ինքը չկերավ, բայց սաղ կերավ։ Ես կասեմ լավ մանկապարտեզի տեղ, հայկական ամեն ինչով կտանեք այդտեղ։ Գլենդելում եմ։ Ուզում եմ ավելի շատ event-ներ անեմ։ Կանոնաց փող հավքես, մի ձևի ուրիշին օգնես։ Ինչ խորհուրդ կտաք, օրինակ, դուք ձեր փորձից ելնելով սկսեն երկու եղբայր գործ, թե ոչ։ Ողջույն հարգելի ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ը։ Բնականաբար այսօր ունեմ հյուրեր, որոնց վստահ եմ, որ դուք սպասում եք, որովհետև ամեն շաբաթ ես տեսնում եմ ձեր մեկնաբանությունները, կարդում եմ դրանք ու շատ շնորհակալ եմ, որ սպասում եք մեր հաջորդ հյուրին, հատկապես եթե մեր հյուրերը լինում են հետաքրքիր։ Իսկ մեր հյուրերը միշտ են հետաքրքիր եւ հատկապես այսօր հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ես հյուրընկալել եմ երկու եղբայրների, իմ հայրենակիցների, ովքեր օտար երկրում կառուցել են The Art of Tacos-ը։ Դա մի catering ընկերություն է, այսինքն սպասարկման ոլորտի եւս մեկ ճյուղ, որը շատ զարգացած ու շատ նորաձև է հիմա, որտեղ որ պատրաստում են մեքսիկական ուտելիք։ Արամ, Արթուր Կարապետյաններ, ողջույն։ Բարև։ Դուք նման չեք իրար։ Այդքան շատ չէ։ Ասել են ձեզ այդ մասին։ Մարդկա ասում է շատ նման ենք, բայց մազի գույնն էլի տարբեր ասա։ Չէ, բացի մազի գույնը, հիմա նայում եմ այստեղ քիթը տարբեր, այնտեղ աչքերը տարբեր, չէ, լրիվ ուրիշ մարդիկ եք։ Արտուրը ավելի շատ պապայիս է նմանվում, հիշում եմ, որ Հայաստան են գնացել, տատիս ու պապայիս բանակի գիրք ունեն ու Արտուրին նայում էի 20 տարեկան ու պապայիս են նայում, ասում եմ ոնց որ աղբերներ լինեն, տարբերություն չէ դա երկուսի մեջ, Արտուրը ավելի շատ ասել պապայիս է նմանվում, Իսկ դուք մամային։ Մի քիչ մամայիս եմ նմանվում, ինձ միշտ ասում են ավելի շատ պապայիս հորքուրի տղուն են նմանվում, որտեղ նույն մազերի գույն ունենք, տեսքով ամեն ինչով միշտ տենց են ինձ տպագրում։ Բայց բնավորությունով համարյա նույնն ենք, բայց տեսքով չէ։ Ես շատ ուրախ եմ, որ հենց երկու եղբոր հետ եմ զրուցելու, որովհետև բազմաթիվ հարցեր կան, կոնկրետ բիզնես կիսելու հետ կապված, ինչպես դուք եք ասում, օրթախ, հայկական հայերեն բառ չի, բայց մեր հայերիս մեջ շատ օգտագործելի, բոլորը կհասկանան այդ բառի իմաստը, բայց ես ուզում եմ մենք սկսենք ամենասկզբից, ձեր ծննդավայրից, որտեղ եք ծնվել։ Բանը մեկուսով Հայաստանում ենք ծնվել, ես 91 թիվ եմ, Արտուրը 94 թիվ է, 96 թվին եկել ենք Ամերիկա։ Բերել են մեզ ստեղ, բայց ուրախ ենք, որ ստեղ ենք, մենք լիքը opportunity-ներ ենք ունեցել, որ հետ Հայաստան գնանք, բայց մեծ մասնությունը մեր կյանքի Ամերիկայում է, ես մի 30 տարի է, որ Ամերիկայում ենք անցկացրել։ Ինչ կրթություն ունեք, որտեղ եք սովորել։ Ես Արշակ Տիգրանյանն եմ գնացել 9-րդ դասանում, բասկետբոլի scholarship-ին ինձ տվել, որ գնացի այնտեղ,
ամենա 4 տարի է դպրոցում էի սովորել։ Արթուր, պատմություն կա, թե ինչպես դուք որոշեցիք ու սկսեցիք այս բիզնեսը եւ ինչպես ձեր եղբորը հրավիրեցիք։ 2020 թվին ու 21 թվին արդեն COVID-ի ժամանակն էր, ուրիշ գործ ունեի, ես Cigna Group Insurance-ի համար էի աշխատում։ Այդ ժամանակ այդ գործն էի անում ու Photoboot, Cotton Candy ու Crepe-ի գործ էի անում։ So արդեն այդ catering-ի ասպեկտը արդեն ջոգում է ինչա ոնց է։ Այդ ժամանակ ռեստորանտի գործի մեջ մտա։ Համարյա 3-4 տարի է հիմա ռեստորանտի գործի մեջ եմ։ Ուզում էի որ սկսեի catering-ը ավելի շուտ, բայց մի քիչ դժվար էր, որովհետև ռեստորանի գործը հələ նոր էի սովորում։ Հիմա որ ես աներոջս հետ մեր ռեստորանտը ունենք, ես եմ կառավարիչը ընդ, ամեն ինչ ես եմ take care անում։ Իսկ չեք վիճում աներոջ հետ։ Չէ, հա։ Իմ մոտիկ ընկերը ոնց որ լինի։ Ինչ լավ է, որ այդպիսի հարաբերություններ կա։ Շատ լավ մարդ է։ Ինձ այնքան ազատություն ա տվել, որ ես իմ secret menu-ն ունեմ ընդ, հետո Իրանից եմ, լիքը բան Իրանից եմ սովորել, այդ մարդկանց խոսալու հետ, ոնց վերաբերվես, ամեն մարդ տարբեր է։ Ռեստորանտում էլ է սովորում մենակ այդ, բայց Իրանից եկա բան սովորել եմ։ Ռեստորանը որտեղ էր գտնվում։ Մեր ռեստորանտը Santa Clarita, California-ում է, Հասեն 25048 Valencia Boulevard։ Այդ շատ հեռու է։ Այստուց շատ չտևեց, մի 23 րոպե էր։ Նայած թրաֆիկը, բայց մարդես հիմա խոսքի չես կարա հասնես, կարաս մեզի զանգես, ուտելիքը Իսկ կպատրաստեն։ ինչ ռեստորան է դա, ինչ Մեքսիկան ուտելիքը Մեքսիկան է էլի, հա։ Մեր մենյուն ու այդ մենյուն մի քիչ տարբեր է, մեր ավճարները տարբեր է դուց, բայց շատ համով ուտելիք է, ռեստորանտի անունը Brick and Flower է։ Երբ որ ուզեք կարաք այդ խանութի համարը զանգեք, ձեր համար երբ որ պետք է ուզում եք ուտելիքը Glendale ուղարկամ, North Hollywood, Tahanga ուր որ ուզեք, Առաքում եք ուղարկամ։ Իսկ տեխնոլոգիաներից որոնցից եք օգտվում։ Մերը որ franchise store է, մենք corporate-ի խանութը, որը օգտագործում ենք, մենք նույնը պիտի օգտագործենք, իրանցը Clover-ն է։ Բայց կուզենամ իրանց հետ խոսամ, որ տնամ կուզենան փոխենք orders code, որտեղ շատ հզոր system է ու հեշտ է ու ամեն ինչ նույն տեղն է ու դա շատ մեծ բան է, որ ինչ որ պետք է կարաս access անես այդ մի տեղից, քանց թե 3-4 հատ տարբեր կոմպյուտեր ունենաս, ամեն մի կոմպյուտերի վրա ուրիշ բան անես։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Code POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Orders Code ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Արամին փորձում եմ համոզեի մի տարուց ավել, ասում եմ արի catering իրար հետ անենք, ասում եմ արդեն գաղափար ունեմ Մեքսիկան ուտելիքի մեջ, ասում եմ ամեն մարդ չի քշելու Վալենսիա մեր մոտ ռեստորան, հիմա Glendale-ից կամ North Hollywood-ը այդքան հեռու չի, բայց խոսքի 15-20 րոպե մարդիկ շատ չեն ուզում քշեն, ինչ որ իրանց մոտիկա է գիտեն, այդ են հալու։ Ասի արի catering-ը սկսենք, հիմա ով որ մեզի կանչի առիթներին, կեթանք, մենք կեթանք։ Բայց դու կարամ ինչ ոլորտում եք աշխատում։ Որ Արտուրը առաջարկությունը արեց, որ ինքը ռեստորանում աշխատում էր, COVID-ի վաղ ես Apple-ում էի աշխատում։ Միշտ ուտելիքի հետ տենց սեր ունեի, սիրում էի տենց առիթների վաղ սարքեի, բայց չէի պատկերացնում, որ ուրիշի համար տենց մեծ առիթի վաղ տենց պովերություն անեի, ուտելիք պատրաստեի, բայց առաջի անգամ որ արեցինք առիթը, նայեցի Արտուրին, ասեցի, այս ինչ հեշտ բան է, դժվար չի էլի, process-ը ավելի շատ պատրաստություններ էլի, տանել, պատրաստել, սեղան դնելը, բայց տանից հետո արդեն որ մարդկանց հետ շփվում, սպասարկում ենք, ավելի շատ ոնց որ թեթև էր, որ ամերիկացիները ասում են you gotta do what you love, ոնց որ սիրտդ ինչ որ սիրում ես, դա պետք է անես։ Այո։ Ու իրոք ուտելիքի հետ տենց սարքելը տենց հյուրեր որ մեր տուն գալիս են, ավելի շատ կշտանում եմ իրանց համար ուտելիք պատրաստելուց, քան սեղան նստելուց։ Այդպիսի բան կա։ Որոշեցիք, որ կորչի Apple-ը, ես գնում եմ Հա, ուտելիքի։ Խոհարարական աշխարհ, այո։ Ու ճիշտ ասած շատ բաներ մեր մամայից էլ ենք սովորել։ Իր ձերքն էլ շատ տենց ուժեղ ձերք ունի տենց ուտելիքի հետ, որ միշտ ինքը կուխնիամ սարքում էր, տենց երկու բան նայում ենք, բաներ կա, ես էլ փորձում եմ տենց սարքեմ, բայց իր չափը չեմ կարող սարքեմ։ Իր ռեցեպտները մենակ ինքը գիտի։ Իսկ մաման հիմա ձեզ օգնում է։ Չէ, որ Մեքսիկան ուտելիքի մեջ չէ, բայց ինքը ավելի շատ Mediterranean բաներ է սարքում, բայց
Միշտ Արամը ավելի շատ է իրանից սովորել, ես ինքս մենակ եմ ավելի շատ սովորել, բայց մաման Սարման իր Սարման շատ համով է։ Ամեն մարդ իրան հարցնում են, որ իր Սարման սարքեն, պապա ինձ խանութը հիմա հայկական խանութը ինքնա մենեջեր ընդ է։ Այդտեղ կա այդ իր սարքածից, որ խանութն է։ Zeytun grocery։ Օ, դա ձեր խանութն է։ Չէ, պապաս պրոստը ընդ մենեջեր է, ինքը 30 տարի Հայաստանից որ եկել ենք, ընդ է աշխատել։ Այնտեղ աշխատել, հա։ Դա իր կյանքն է։ Հետաքրքիր է, ձեր ասածին եկա, որով ինչ սիրում է, դրանով պիտի զբաղվեր։ Եթե մարդը 30 տարի է այնտեղ է ու դուրս չի եկել ու իրեն լավ է զգում, ուրեմն դա իրենն է։ Ամեն մարդ Հոլիվուդում իրան ճանաչում է։ Միջև հիմա Վալենսիայում էլ մարդ գալիս է մոտ, ասում է դեմքը ծանոթ է, ասում եմ Հոլիվուդից ես, ասում է հա, ասում եմ հետ եղել ես Zeytun խանութ, պապայս անունը Արմենը, ասում է շատ նման ես պապայիդ։ Հա։ Տենց էլ միջև Վալենսիա հասնում է։ Հիմա ես պիտի գնամ այդ խանութը, ձեր պապային փնտրեմ, ձեր դիմագծեր նմանեցնելով։ Ինչպես որոշեցիք հենց catering-ով զբաղվել, այլ ոչ թե հիմնական տեղ ունենայք, որովհետև դուք սկզբից գիտեմ, որ վարձով մեքենա եք վերցնում, հետո արդեն երբ որ այսպես ասած գումարը աշխատեցիք, արդեն պատրաստ եք, գնացիք ձեր մեքենան, բայց սկզբից դժվարությամբ վարձում եք մեքենան։ Մի օր ասացի գրիլը առնելու, մի $200 գրիլ էր, ասացի առել եմ արդեն Փոշի հավաքում, ասի արի սկսենք ռեկլամ անենք մի քիչ, Instagram-ի վրա մի երկու հատ վիդեո դրեցի, բարեկամներից մեկը որ տեսա վիդեոն, ասեց արի մեր գիտեն արդեն ռեստորանտի գործի մեջ են, որ գաղափարունը մեջ է, բայց catering-ը այդ ժամանակ նոր ենք սկսել։ Հետո որ արեցինք ուտելիքը հավանեցին, մի հատ իրանց հյուրերից մեկը սիրեց, ասեց մի շաբաթ արեք մեր մոտ։ Տենց էլ մինչև հիմա տենց է թվում է։ Չգիտենք process-ը ոնց էր, ոնց գնանք, ոնց անենք, մաղալը ոնց ենք դնելու, ուտելիքը ոնց ենք սպասարկելու, process-ը առաջից A-to-Z չգիտենք։ Մոդիկ ինգերս էլ առաջարկեց, ինքն էլ ավտոներ, ասում ավտոսը վեկալ, տար գործը տարա, մենք էլ իր ավտոն լցրել ենք, ծերից ծեր, չհազիվ ավտոն հասավ։ Ճանապարհին դժվարություններ տենց չենք տեսել, բայց process-ը շատ հետարքիր էր ու միջև այսօր տենց նայում ենք առաջի առիթից, որ ամեն առիթից մի բան մեզ մնացել է, հետա մնացել հեշտ չի համեմատած ռեստորանի, որտեղ ամեն մի գործը իր հոգսերը ունի էլի, ոնց է պատրաստությունը, գնաց հաճախորդդ մի բան ալերգիա կարող ունենա, դուրը չգա, ոնց ես այդ մարդու դիմաց կանելու, տենց ասես կներես էլի, որ չենք ուզում ելներ։ Իսկ եղել է այդպիսի դեպք, որ օրինակ ստիպված լինեք ասել կներես։ Չէ, տենց չեղել, որովհետև առաջի բանը, որ մենք հարցնում ենք հաճախորդին, ալերգիա ունեք մի բանի, որ մի բան պետք է իմանանք, որ չեք ուզում ուտեք կամ դուրը չի գալիս, մեզ ասեք ոնց եք ուզում, մենք տենց կանենք։ Իսկ ինչպիսի եղբայրներ եք եղել փոքր ժամանակ։ Շատ եք վիճել, թե։ Հա, փոքր ժամանակ շատ են կռվում, բայց գնալով տարի մեծանում 3 տարի է տարբերությունը, չէ։ 3 տարի է տարբերությունը։ Կարամ ասեմ, այս COVID-ը համ լավ բաներ ու վատ բաներ բոլորի համար, որովհետև COVID-ի վաղ դե Արտուրը տնից էր աշխատում, ես գործի էի գնում, նենց էր, որ ժամերը իրար չէր բռնում, իրար կարող է գիշերը տնենք քնելուց ու կամ առավոտը ես գնում էի, ինքը քնած էր կամ փոխադարձ, տենց։ Միասին եք ապրում հիմա։ Չէ, առանձին, բայց որ Հոլիվուդում միջավ մեր ամուսնանալը իրար հետ էինք, նույն սենակում էինք մնում ու շատ Սենց անում գլխով։ Այդ լավ հիշողություններ չունի, արա։ Շատ էր խռսնում։ Գիշերը խռսնում էի, ինքն էլ չէր սիրում, ասում է ֆրա կողքիդ պարկիկ դու բարձր շպրտում վրա։ Որ ամուսնացանք, հետո մեր երեխեքը որ ծնվան, մեր բալիկները ծնվան, ոնց որ ավելի շատ կապը մեծացավ, մեր ընտանիքը մեծացավ։ Իսկ ձեր կանայք իրար հետ լավ են։ Շատ։ Իրար, երբ որ մենք չենք խոսում, իրանք հաստատ ամեն օր հետ խոսում են։ Երբ որ առիթ ունենք, համարյա ամեն անգամ իրար հետ են։ Օ, ձեզ օգնում են։ Նո, իրանք իրար հետ զբաղվում են, մենք էլ առիթում գործ ենք անում, իրար հետ շատ մոտիկ են։ Երեխեքն էլ են իրար հետ շատ լավ։ Հա, ինչ լավ է։ Մի տարի առաջ որ սկսել ենք, առաջի 6 ամիսը տենց մի գործ էր կպնում այդ մի շաբաթը, ուրբաթ շաբաթ կիրակի, ավելի հեշտ էր այդ ժամանակ, որ կարանային գնանք հիմա սերապանենք, բայց հիմա որ լինում է ժամանակ, որ երկու հատ առիթ ունենք մի օրվա մեջ, նույն ժամին է,
Այդ ժամանակ ինքը պիտի մի ուրիշ առիթ գնա, ես ուրիշ առիթ պիտի եթամ, բայց էլի կապնված ենք իրար հետ, որտեղ պիտի իմանաս ինչ անում, հաճախորդները ինչ են ասում, գոհ են, կամ ասենք թե իր մոտ մի բան կարող է քիչ լինի, կարամ իրան ուղարկեմ, տենց Իսկ ունեք ձեզ նախընտրող հաճախորդներ, ովքեր օրինակ զանգում են, ասում են թող արամը էլի գա։ չէ, որտեղ միշտ իրար հետ ենք եղել։ Միշտ իրար հետ եք։ Էս վերջերն ա որ էլի առիթի Պատճառով է որ առանձնանում եք, հա։ Էլի որ գնում ենք սերապանենք, իրար հետ ենք, հետո խոսում ենք հաճախորդի հետ, ասում եմ այսօր ինքնա ցեզի take care անելու, բայց մի բան պետք է լինի, կարա զանգես ինձի, բայց ընդհանրապես ինքը իր սերվիսը շատ լավ է։ Մարդիկ ավելի շատ իրան են, չեմ ուզում ասեմ ավելի շատ իրան սիրում են, բայց մի կողմից էլ ինքը մարդկանց հետ շատ լավ է։ Շփումը կարողանում Շփումը եք։ շատ լավ է։ Շատ եմ խոսում։ Ես Բայց գիտեմ այսօր որ ինքն է շատ խոսում, ասեմ ձեզ։ Չեմ փորձում ընդհատեմ, թող ինքն էլ իր կարծիքները ասի, բայց որ հաճախորդի պահը որ նախընտրում եք մյուսից փորձում եմ չեմ չասի մեկը մյուսից նախընտրում է որ օգնենք, բայց չեմ սիրում իրարից մի կողմից էլ առանձնանանք, որովհետև չեմ ուզում ես իրանից հեռու լինեմ, որ իրան մի բան պետք լինի, ես չկարողամ իրան հասնեմ։ Անցած շաբաթ օրը երկու հատ առիթ ունեինք։ Ես chat-ում էի, Արտուրն էլ Վենայսում էր, բայց ինքը նենց տեղ էր, որ իր գրուպան չի ասի ավելի շատ փոքր էին, բայց տարիքային տարբերություն կար իմ հաճախորդները ու Իրանը։ Ես մտքիս էր ասի Իրան այնտեղ բան չլինի կամ հույսով հաճախորդները Իրանը չեն նեղում։ Նույնն էլ այդ բաներ կա, որ սպասարկման մեջ միշտ ուզում ես բացի սերվիսից էլ դու հաճախորդին լավ սերվիս անես, բայց հաճախորդը էլ քեզ լավ take care անի։ Այն պահով, որ Ինչ է նշանակում հաճախորդը քեզ լավ take care անի, լավ նայի։ Հարգանք են, ես հաճախորդից մենակ հարգանք կուզեի։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Մենք անընդհատ խոսում ենք մեքսիկական ուտելիքը ներկայացնելիս թակո, բայց մեքսիկական ուտելիքը շատ ծավալուն է ու բացի թակոից այնտեղ լիքը ուտելիքի տեսակներ կան, որոնց մասին մենք չենք խոսում։ Դուք այդ ամեն ինչի համար սովորել եք նախապես, այսինքն սա ոնց անեմ, սա այդ ուրիշ բան, որ դուք առիթների ժամանակ լավ եք սարքում ու մամայի շնորհքը անցել է ձեզ, համով ձեռք ունեք, բայց դա մի ամբողջ այսպես ունակություն է, հա, որ պիտի տիրապետեք այդ ոլորտը ներկայացնելիս։ Մենյուից է կախված, չէ, դասի ոչ սովորելը կարանք ասենք թե TV-ից էլ, որ նայել TV Ինչ որտեղից պարտադիր չի, որ գնաք համալսարանավարտ։ Էքսպերիենսից եմ ես սովորել, հետո այնքան իրանք ուտելիք ունեն, հայերն էլ լիք ուտելիք են սարքում, բայց specialize-ը անում էլի Օրինակ ասենք, եթե գալիս են պատվիրում են, հիմա ես վաղը իմ ծննդյան օրն է, պայմանական։ Ես հրավիրում եմ ձեզ, որ գաք մեր համար մեր առիթը սպասարկեք։ Ես եմ ասում, ինչ պետքա բերեք, թե եթե ասում եմ մեքսիկական truck, ուրեմն դուք գալիս եք ամեն ինչով ու դուք եք։ Ամեն ինչով չէ, նայած հիմա իրանց հարցնում ես ինչքան մարդ է ժողովուրդը ընդհանրապես ինչքան մարդ է լինելու, հետո որ քեզի ասում են իրան տարբեր մենյուներ ես տալի, ասում ես թակո ես մենակ ուզում, բուրրիտո ես ուզում ես տորտա կարանք սարքենք, breakfast burrito, ինչ ուզում են կարանք սարքենք, բայց ընդհանրապես ամեն մեքսիկան այրամ չենք սարքում, ինչ որ մենք լիքը գաղափար ունենք, դրա մեջ ենք փորձում մենակ սարքենք, բայց Իսկ որն են ավելի շատ ուզում, թակոն, բուրրիտոն, թե ամեն ինչ ուտում են հայերը, բայց առիթ եղել է, որ ասենք թե իսպանացիները եղել են, մեքսիկները եղել են, որ մեր ուտելիքը կերել են, իրանցից որ լավ բան ես լսում, լավ ես զգում, որտեղ իրանց ուտելիքն է, հայն է իրանց ուտելիքը սարքում, ոնց որ մի հատ մեքսիկ ասենք թե քեբաբ սարքի, դու գնաս ասես, Էս ոնց է սարքում համեղը։ Քեբաբը սարքե, լավ ես զգում, որ յանի Բո աշխատանքը այտենց չի կորել, էլի հասկանում են, տենում են, որ մի բան հասկանում ես, էլի ուտելիքից
Իսկ ինչն է, որ կարող է ուտելիքը, հենց այդ մեքսիկական ուտելիքը վատը դարձնել, այսինքն մսի համը, ես այդպես եմ հասկանում, որակը, այդ թորթիաները, որ սարքում են, իդեպ իմ սիրելին ալյուրովն է, ոչ ցորենովը, վայ, այդ Ցորենովը համը վա, բայց մի տեսակ համ է, չէ՞ գալիս։ դե բայց դա ավելի Ճիշտ է։ ավելի healthy է։ Որտե մարդկա որ gluten allergy ունի, դա չի կարող ուտի։ So իրանց միշտ հարցնում ես, որ ասում են ալերգիայի մասին, ընդհանուր պիտի հարցնես մարդկա որ gluten allergy ունի, որ տանես, մարդկա որ հաց չի ուզում ուտի, չի կարող ուտի, ծանր է վրա նստում, կարաս սալատի նման բրինձ լոբիով մի բան սարքես, բայց quality-ն ամենակարևորն է։ Հիմա կարաս ավելի քչոտ quality միս վերցնես, որ ավելի շատ փող սարքես, բայց կարաս մի քիչ ավել փող ծախսես միսը լավ լինի, որ այդ համը մարդկանց բրանի մեջ մնա, որ մյուս անգամ խոսքի իմանան, որ որակն ա տեղը, համ սերվիսն ա տեղը ու ով որ ուտելիքից հասկանում է կջոգի մի անգամից, որ տարբերությունը կարող է զգալ։ Մեկ էլ սոսները։ Սոսը ամենակարևոր բաներից մեկն է։ Դրանք դուք եք ստանում։ Սարքում ենք, ամեն օր սարքում ենք, ռեստորանտում ենք սարքում ամեն օր, բայց ընդհանուր հիմա որ առիթ ենք ունենում, ինչ սոս որ սարքում ենք, տանում ենք ընդ կծու սոս կա, մայոտ սոս կա, չիփոտլե, ավոկադո, ամեն ինչ տենց խառնած սոսեր սարքում ենք։ Fresh է, մարդիկ զգում են որ fresh է։ Մանավանդ ուտելիքի մեջ կարող ասել ես catering-ը շատ որ նայեք կարող է հեշտ լինի, բայց շատ չի ասի ապասնի, բայց շատ պետք է զգուշ լինես, որ մանավանդ ուտելիքի մեջ սպասարկում է ժողովրդին, որ Արտուր ասում է թարմ բեփի սոսերն էլ մանավանդ, որովհետև այս չիփոտլեն կա, ավոկադոն կա, մեջը սմետանա ես խառնում, խառը բաներ որ կա, որ մեջը խառում ես, որ այդ համեմունքը որ բռնես, շատ կարևոր է, որ հաճախորդի ուտելիքը տենց հաջող լինի, էլի, որտեվ դա է սպասարկման մեջ շատ կարևոր, որ հաճախորդը ասում է շաբաթ օրը առիթ ունենք, նախորդ մենք գիտենք այդ օրը առիթ կա, ճիշտ քանակի չափ ուտելիք ենք օրդեր անում, արդեն մոտարպես գիտենք, օքեյ, հյուրերը 30 հոգի են լինելու, 40 հոգում ենք տանում, մանավանդ հայի համար է լինում, 50 հատ ենք տանում, նայած մարդու ախշակը գրուպայի մեջ։ Բայց հետո ավելացնում եք գումարը։ Հիմա ասենք թե սկզբում հաճախորդի հետ որ խոսանք, ասենք թե 30 հոգի իրանց գումարը ասում ենք, բայց հետո իրանք 10 հոգի ավելացնում են, այդ վաղ իրանց գումարը բարձրացնում են, բայց երբ որ առիթի վաղ տալինում, մեր կողմից ոնց որ նվեր ենք անում, charge չենք անում, որտեղ մենք մեզ ավելի կարևոր է հաճախորդ ուրախ լինի ու միջև հիմա այդ օրը դրա համար շատ recurring հաճախորդներ ունենք։ Մեր բարեկամների ծանոթությունից լրիվ տենց իրանց ընկերները, cousin-ները տենց իրար ասելով, հա, տարածվում է։ Ու դրա համար միջև այսօրը կանացել ենք միջև 85 հատ առիթ արել ենք, այս մի տարի էլ հələ չի լրացել, հասցրել ենք։ Իսկ օտարազգեր ունեք հաճախորդներ։ Օտարնել էլ ա եղել, բայց մեր ամենաշատ հաճախորդը հայ ա եղել։ Ծնունդներ ա եղել, ամենաշատը ծնունդների համար է, բայց engagement ենք արել, մի հատ հարսանիք ենք արել, հարսանիքը օտար մարդ էր, բայց հայրը ավելի շատ Mediterranean ուտելիքը վերցրել հարսանիքի համար, բայց իսկ կռիվներ չի լինում։ Չէ, գնում եք առիթների։ Լինում է, բայց մեր մոտ չէ, մեր մոտ որ գալիս են թակոն տալիս ես, թակոյի մասին են մի քիչ եմ խոսում, սա շատ տենց կռիվ չի եղել մեր մոտ։ Իսկ խմիչքներ ունեք դուք։ Խմիչքներ տանում եք։ Սոկ ունենք, բայց տենց ալկոհոլ չեք անում։ Փորձում ենք դրա տենց հեռու մնանք խմիչքներից, որտեղ արդեն հաճախորդը իրանց bartender են բերում, այո։ Չէ, մտածեցի, որ կարող է դուք էլ ձերը ունենաք, տանեք, միասին անեք։ Խմիչքի տեսականիով մեքսիկական համայկա կա, ավելի շատ տենց հիբիսկուս է կոչվում անգլերեն։ Ծաղիկային տենց բանով է, զիրա սիրուպն է սարքում, տենց խմիչքը սարքում ենք եւ օրչատան էլ դարչինի ու բրինձի նման սոկ է, որ մեքսիկներ ունեն։ Իսկ դուք ինչ ուտելիք եք սիրում։ Թակոները շատ եմ սիրում, բայց հիմա այնքան թակո ենք եղել, որ ամեն օր չեմ կարող ուտեմ, բայց ընդհանրապես hot wings, fried chicken, տենց բաներ, խաշած բաներ շատ եմ սիրում։ Հայկական ուտելիք չեք սիրում։ Շատ եմ սիրում, բայց այդ էլ թակոյի նման թակոյի չափ այնքան եմ կերել, որ փորձում եմ քիչ ուտեմ։ Տունը միշտ
հայկական ուտելիք ես ուտում, հետո առիթներին հայկական ուտելիք ես ուտում։ Կինը շատ տան ուտելիք է, սիրում է տենց տակ ճաշեր, սիրուն տենց համո բաներ, մսո մակարոն, տենց լիքը համո բաներ, սարքում լազանիա։ Նենց սիրով եք խոսում ձեր կնոջ մասին, որ պատրաստում եք։ Տան ուտելիքը շատ կարևոր է, դուրսի ուտելիքն էլ իտալական եմ շատ սիրում։ Մոռացա ասեի սպասը շատ եմ սիրում, բայց Ում պատրաստած սպասը։ մամայի Իսկ կինը չի պատրաստում։ ինքն էլ է շատ լավ ուտելիք է սարքում, բայց Իրանը ավելի American style է բան է սարքում։ Փաստան, իրա փաստան շատ ուժեղ փաստա է սարքում։ Իսկ դուք չեք ասում մամայից նայի, որ սպասը սովորես ոնց է պատրաստում։ Դե իրա տատիկն էլ է լավ ուտելիք սարքում, մեկ-մեկ իրա տատիկի մանթին է սարքում, լամաջունա շատ համով լամաջունա սարքում։ Կարող է իրանց էլ վերցրեք ձեր գործի մեջ, սկսեք ավելի ընդլայնվել։ Ավելի հեշտ կլինի հաստատ։ Հա։ Իրանք մեզի արդեն մեր սերապը, որ սեղանը դասավորում ենք, դա մեզի եկա օգնել են, իրանք են ամեն ինչ օրդեր արել։ Գալիս են Եղել են առաջի քանի առիթը որ արել ենք, մենք իրանց ճաշակով ենք էլի սերապը արել, կնոջս մեզի շատ է օգնել այդ մոմենտով, անին էլ մեզի ինչ ձևով կարող են օգնում են, բայց արդեն ուտելիքը էփելը դասավորել այդ դրանք սաղ մենք ենք, բայց միշտ մեր մեջքին կայնած են։ Իսկ երբ որ գնում եք առիթի, քանի հոգով եք գնում աշխատողները։ Ես որ մի առիթ է լինում, ես ու ախպերս ուրիշ մարդ պետք չի, բայց ասենք թե երկու հատ առիթ է, մի հատ աշխատող ախպերս է տանում, մի աշխատող ես եմ տանում։ Իսկ մատուցողներ չեք տանում ձեզ հետ։ Մենք մատուցողի գործը մենք էլ ենք անում, բայց ամենա ճիշտ ձևը, որ իրանք հերթ են կայնում, ուտելիքը իրանց ասածը ուզում են, ասենք թե Հա, վերցնում գնում են։ ասում են հիմա խոսքի երկու հատ տավարի թակո են ուզում կամ խոզ կամ հավ, վերցնում են, հացի վրա միսը հացի վրա դնում ենք, հետո այդ սեղանը մի քիչ այնկոմ ենք դասավորում, որ իրանք կարողանան գնան իրանց ուզած թափինգները դասավորեն իրանց ուզած ձևով։ Ավելացնեն։ Այդտենց ավելի հեշտ է, որտեվ ուտելիքը ավելի արագ է այդում, միսը արդեն պատրաստ է, հացը միսով տալիս ես, իրանք արդեն հերթից ելնում են, գնում են ուտելիքը, որ պատրաստ են իրանք։ Իսկ ինչքան է տևում առիթի ժամանակը, թե կախված է որքան մարդ կա։ Հիմնականում 3 ժամ ենք այնտեղ, բայց առիթից է հաճախորդին կարող ասենք 3 ժամ, բայց հետո տնաս որ տնում ես ավելի շատ ակտիվ է գրուպան, հələ ուտում են, խմում են, ուրախանում են, չես ուզում ոնց որ դու իրանց առիթին բան խախտում անես, էլի։ Ուզում ես շարունակես սպասարկես, եղել է վաղ, որ մնացել ենք մինչև 11-12-ը, դե հիմնականում թակոները ելնում են գիշերվա ուտելիքա, բայց հաճախորդի տունը, որ մենք գնում ենք, ժամը 7 եղել է 7-ին 7:30 սկսել ենք, մինչև հավաքել ենք ճանապարհ ենք ելել 12-ն ա եղել։ Սովորաբար, եթե հրավիրում են առիթի, ամենաշատը քանի հոգանոց առիթների եք օրինակ մասնակցում։ Ուզում եմ հասկանամ ավելի շատ քանի հոգով են լինում, որ կանչում են ձեզ։ Եղել է մինիմումը 30 ա եղել, մաքսիմումը մինչև 500 հոգի սպասարկել ենք։ Թե 5 հոգու համար չեն կանչի վստահաբար։ Կարան կանչեն որ ուզեն, բայց էլի մինիմումը 30 հոգի է։ Իսկ 5 հոգու համար նույնքան են վճարում ու 30 հոգու համար էլ։ Որտեղ մեր մինիմումը 30 հոգի է։ Հա, ուզում եք 5 հոգի եղեք, պիտի այդքանը վճարեք, որտեղ մենք մեր ամեն ինչով գալիս ենք, հա, նույն գործն ենք անում։ Որտեվ նա ժամանակ է տևում, առավոտվանից այնտեղ ենք, միսը կտրելը կա, ավճարանը կա, սոսերը կա, ամեն ինչ թարմ սարքում ես, լրիվ էդի ժամանակ է տևում, process-ը։ Այդ ժամանակ էլ 5 հոգու համար եք անում։ Դե մենք էլ նայում ենք այդ բանն էլ, որ հաճախորդին ավելի շատ ձեր տա էլի, որ հիմա ասենք թե catering են ուզում, կարանք Արտուրին integrate անենք, որ ռեստորանից էլ կարան նույն հաջողա ուտելիք վեկալեն, էլի օգտվեն, որ իրանց էլ օգտակար լինի։ Եղել է հաճախորդ զանգել է, ասել է 12 հոգով ենք, ուզում ենք ձեր ուտելիքը ուտենք, բայց catering չենք ուզում, բայց գումար չունենք, եղել է։ Ասել են բանա խնդիր չի գումարը, բայց ես էլ այսի երրորդ անգամ այս հաճախորդը մեզնից սպասարկել ենք։ Այս հաճախորդին ուզում եմ ասեմ, հա, բիզնեսը ուզում եմ, բայց չեմ ուզում կարծես, որ բիզնեսը երրորդ անգամն է, որ գումարը տենք ուզում, ավելի շատ, քան քո մշտական գործը։ Այս հաճախորդին ասել եմ, ավելի լավ է Արտուրից ռեստորանից ուտելիք վեկալ, նայում ենք տնենք, որ որն է ձեր տալու երկուսից։ Այդ բանին արդեն որ մենք մեր համար ենք անում, պետք է նենց անենք, որ հաճախորդը մինչև վերջ ուրախ լինի։ Այդ վերջը որ հաճախորդ չլինի, մենք չենք լինի այս գործի մեջ։
Եթե հաշվարկենք 30 հոգու համար ձեր ծառայությունը որքան արժի։ Նայած, էլի կարող է ամեն մսից ուզեն։ Մենք Ամեն մսից ուզում ենք։ $1,300 Այդքան է ժան։ Այս մարկա ասում է շատ է, ասում է $500 կարա մեզ թակոյի քերինգ վերցնենք, ասում ենք դե խեզան վերցրա, բայց Դե 30 հոգու համար $1,300 շատ է ժան, մի քիչ թանկացրեք։ Դա ուզում ենք ասում ենք էլի, ուզում ենք take care անենք ու Չէ, բայց թող մնա մեր հայերը կանչեն ձեզ կուրախանան։ Չէ, գինը շատ կարևոր ունի, որ որակի մեջ է, որակը նույնն է մնում։ Երբեք ասենք թե հաճախորդը ասենք թե 30 հոգի լինի, 100 հոգի լինի, որակի մեջ միսը չի փոխվում, սպասարկումի մեջ չի Դե փոխվում, պարզ է, ուղղակի եթե 30 հոգով գնաս ռեստորան, մեքսիկական ռեստորան, հաստատ այդքան չես վճարի, շատ կվճարես։ ամենաշատը խմիչքներն ես վճարելու, որ գնաս ռեստորանտ $1,300 կարող է մենակ խմիչքներդ լինի։ Չէ, դե այդ ժամանակ էլ խմիչքներ կվերցեն, վստահ եմ, եթե ինչ-որ առիթ են անում, առանց խմիչքի չեն անելու։ Իսկ եղել է որ առանց խմիչքի առիթ լինի։ Երեխու ծնունդ լինի, հա, բայց ընդհանուր չէ։ Իսկ երեխայի ծնունդին կանչում են թակո թրակ։ 17 տարեկան, 18 տարեկան։ Դե դա արդեն երեխու առաջի ծնունդը եղել է։ Այս վերջերս է եղել։ Գլենդելում 2 տարեկան երեխու ծնունդ էր։ Հա, Գլենդելում 2 տարեկան երեխու ծնունդ արեցին։ Ինքը չկերավ, բայց սաղ կերա։ Դե հա, այդ տարիքում երեխայի ծնունդը ոնց որ մեծերի համար է ավելի լավ, իրենց որ լավ լինի, իրենց համար են անում։ Հələ մենք մեր երեխաների ծնունդերին էլ մենք էլ մեր catering արեցինք։ Համ Արտուրը իր աղջկա ծնունդին արեց, ես էլ իմ տղու ծնունդին արեցինք, որ սկզբի վախտերը ավելի շատ փորձի համար չէր, բայց ասենք որ մենք սիրում ենք մեր ուտելիքը, մեր բարեկամներն էլ հաստատ կսիրեն, տենց կտարածվի։ Արտուրն էլ համարյա 100 հոգի իր առիթին ուներ, ես էլ 100 հոգի իմ առիթին ունեի։ Օգնեց, տարածվեց։ Հավատա, հա, ու ավելի շատ ուզում ես քո մոտիկ բարեկամները քեզ քո համար ազնիվ խորհուրդ տան, opinion-ը տան, դուրը գալիս են, դուրը չեն գալիս, մի բան կարող է աղի լինի, մի բան կարող է կծու լինի, ինչ կարաս փոխես, լրիվ էտի ավելավա քո մոտիկի ծանոթից լսես, քան հաճախորդի տուն գնաս, հաճախորդը դժգոհ լինի այդ պահին։ So, էտի մեր համար շատ լավ փորձեր էր մեր երեխեքի առիթը։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders.co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Orders.co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Հիմա արդեն շատ նորաձև է, երբ մենք մեզ կարող ենք թույլ տալ հրավիրել մարդկանց, որպեսզի գան մեզ համար ուտելիք պատրաստեն։ Չգիտեմ դա ինչից է գալիս, հնարավորություններն են շատացել, թե մենք բոլորս նայում ենք, թե ով ինչ է անում, ոյ մենք էլ անենք, ինչ պատճառներով, այսպես ասած, շատ են catering ծառայությունները։ Որն է ձեր առանձնահատկությունը, ինչով եք դուք տարբերվում, ունենալով այդքան շատ կոնկուրենտներ այս ասպարեզում։ Մի տարի առաջ որ Արտուրը ասեց պետք է անենք, ես դեմ էի որ անելու, բայց որ արեցի արդեն ոնց որ սամտը բռնում ես, դու քո rhythm-ը կունենաս ամեն ինչի։ Ամերիկացիներն ասում են if you build it they will come, ոնց որ մի բան դու որ սարքես, հաճախորդները կան, ամեն ամերիկան նենց տեղ է, որ կարամ ասեմ, կամ երկրով մեկ, որ ամեն մի բիզնեսից յուրահատուկ մի հատ բիզնես չկա, ամեն մի բիզնեսից տարբեր բիզնեսներ կան։ Չեմ ուզում ասեմ մարդուց է գալիս, բայց էլի այդ service-ի տեսականիով, որ ես սիրում եմ, որ հաճախորդի տուն գնամ, որ հաճախորդը, որ կարում է քո հետ առանձին կայնի հետը կիսվի խոսա, դա արդեն գիտեմ, որ ես արդեն հաճախորդի աչքի մեջ մտել եմ, սրտով մտել եմ, կարում է անձնական քո այդ թեմաներով խոսան։ Շատ մարդ չի կարա մեր նման լիքը catering company-ներ կան, որ գնում ես, կգան իրանց մենակ բիզնեսն է, փող աշխատեն, բարև սպասարկեցինք, ուրախ եք, ուտելիքը լավն էր, գնացին։ Բայց մենք այդ connection-ն ենք ուզում մարդկանց։ Մեզ ավելի կարևոր է connection-ը, որ մարդիկ մեզ իմանան մենք ով ենք, որ մենակ
փողի հետևից չենք, բիզնեսի հետևից չենք, սիրում ենք որ այս մարդը մի օր փողոցում է ստենակ, ասի բայ Արամ ջան, արի դե տենամ ոնց է, վերջ անգամ առիթում եմ տեսել քեզ, մեզ սպասարկել ես, ոնց ես, մի բան ինչ նորություն կա։ Որ գնում եք առիթի օրինակ հասկանում եք լավ է լինելու թե չէ, հաճախորդի ձեր ասած էներգիան, արդեն զգում եք լավ է լինելու թե չէ։ Ամեն անգամ ճիշտ չենք, բայց մեկ-մեկ եղել է որ գնացել ես, հարցում ես որ այսօր են չի, բայց վերջում Դուրս է եկել ու քեֆ ուրախություն։ Հա, շատ լավ եղավ։ Երկու շաբաթ առաջ մի հատ կին էր մեզ զանգել, ասում էր որ իր taco catering-ը որ ուրիշից վերցրել էր, ասում է մեզի $700 էր չարժանում, ասի մենք $700 չենք կարող անենք, մեր ամենակիչը կարամ $1100 անեմ։ Ինքը ասեց մի հատ ամուսինս հետ խոսամ, հետո քեզ հետ կզանգեմ, մի քանի ժամ հետո զանգեց, ասեց օքեյ, այս շաբաթ օրը արեք մեր տուն։ Գնացինք $1500 վճարեց։ Խոսքի ինքը մտածում էր մենակ $700 է ծախսելու, բայց հետո վերջը Այնքան էր հավանել էր, այդ սերվիսը շատ լավ էր, հետո իրանց հյուրերը սաղ իրանց ասում են ես ուրդից ես վերցրես ուտելիքը, ով են այստեղ երգը, շատ համով էր, sense չենք լսել իրանցից, sense լսում ես դու քեզ ուրախանում ես, որ գործը տերևում է, որ լավ գործ ես անում, որ սերվիսը այդքան լավ էր, որ մարդիկ այդ առիթում խոսում են քո մասին ու վերջը քո հաճախորդին հասավ ու ինքն էլ վերջում եկավ, քեզի հələ ավել տվեց ու ասեց մերսի, ձեզ taco չեմ կերել։ Ու այդ մարդն էլ շատ լավ ռեստորանտ ունի, այդ բիզնեսի մեջ է 30 տարի, շատ ուրախ ենք, որ իր բերանից խոսքի լսեցինք, որ դա ոնց որ քեզի ուժ ատալի, որ yani այդ մարդը որ գնատել է եկա բանա։ Նայելով իդ ձեր կյանքին դուք 3 տարի ավել ապրած Արթուրից ինչ կա որ մտածում եք որ այ այսպիսի բան պիտի չանեի։ Դպրոցը շարունակի քոլեջի առումով ես կուզենայի դպրոցը ավելի շատ դե high school-ը ստեղի ավարտել եմ, քոլեջ ստեղ գնացել եմ, բայց ես չէի պատկերացնում որ food catering անեի, ես physical therapist էի ուզում փոքր վաղտվանից դառնալ, ոնց որ շեղվա այդ դպրոցի ճանապարհով կուզենայի դպրոցը շարունակեի, այն էր բանը որ 16 տարեկանից աշխատում էի ես դպրոցի վախտել, դպրոցից 10-ից վերջանում է ժամը 12-ին, գնում էի տուն, շորերս փոխում էի, գնում էի գործի, մինչև գիշերվա 10-ը։ Այսինքն մի բան որ փոշմանել եք որ չեք արել, դա այն է որ պիտի կրթությունը շարունակեք։ Լավ, իսկ դուք Արթուր։ Սաղ կյանքս ես բասկետբոլ եմ սիրում, ինձ հարցնես բասկետբոլն է, բայց ոսկի այդքան բախտավոր չէ որ շատ բոյով լինեի, բայց ամենա 22 տարի ես բասկետբոլ եմ խաղացել սաղ կյանքս, ես մի 5-6 ամիս է որ ոտը ջարդել եմ, դրանից հետո չեմ խաղացել, այն էլ բասկետբոլ խաղաց է ջարդել, so Դե լավ, թակո պատրաստելու համար բոյով պետք չի լինել, այո։ Ոտը ջարդել էր, հաճախորդի տուն պետք է գնայինք, ինքն է մենակ փրկիչը, ես էլ իրա փրկիչն եմ այդ վաղ ջարդված ոտով, սենց եկել է, սենց լեմփանելով գալիս է եկել է հաճախորդի տուն, ասում եմ այդ տնը շնգնա ոտը հանգստացա, որտեղ սա մի ամսից կարող է էլի վատ լինի։ Իսկ օրինակ ներքին ձեր խոսակցությունները, մտորումները երբևէ եղել են այն մասին, որ այ գիտես Արթուր կամ դու Կարամին միտեղ վերցնենք մեծ տեղ ռեստորան ունենանք, հետագա պլանների մասին եմ խոսում, ես տենց լավ առաջ գնացի էլի, համ հետ եմ գնում դեպի Հայաստան, համ առաջ եմ գնում։ Որ ինձ հարցնես, ես կասեմ Չէ, այսպես լավ է։ Սենց ավելի լավ է, սենց որ կարողանանք ասենք թե երկրորդ վան վերցնես, ավելի շատ աշխատողներ, ուզում եմ ավելի շատ event-ներ անեմ։ Կարողանաս փող հավքես, մի ձևի ուրիշին օգնես, children's hospital կամ fundraiser անես, դες բաներից ենք ուզում շատ անենք, toy drive, car show, դες festival, դες բաներ ենք հետագա պլանները դրանք են։ Catering-ը տենց նայել ենք option-ներ կա, օրինակ մանավանդ Ամերիկայում festival որ Արթուր ասեց Coachella, տենց լիքը բաներ կա, որ հետաքրքրվել ենք, որ ինչքան կարանք երկուսով անենք, բայց մենք չենք ուզում ասենք չէ դրան։ Մենք ուզենանք ինչքան մեծ կարանք կանենք։ Իսկ նման առիթները ինչպես են ընդգրկվում, ինչպես են հրավեր ստանում։ Օրինակ Coachella-ն որ հետաքրքրվել ենք Hometman այդ AGB-ի խաղերը որ կա, որը հուլիսին տենց
Այդ հայկական ընկերությունը, որը հավաքում է, տենց նայել ենք, դու պետք է ֆորմա լրացնես, քեզ նույն ոնց որ sense interview են անում, ուզում են իմանան դուք ինչ եք առաջարկում որպես Art of Tacos կամ ձեր ընկերությունը ինչ է։ Ինչ ձևի կարակ գաք ու սպասարկեք, կարողանալու եք 10,000 հոգու սպասարկեք, 20,000, 30,000։ Ուզում են իմանան քո բիզնեսը ոնց է։ Հա, բայց հետո որ իմանում են։ Իմանում են, դու արդեն fee ես վճարում իրանց ու դրանից հետո պետք է 3 օր պատրաստ լինես, որ աշխատես։ Ու երկար ժամեր են, երկար օրեր են, բայց դա արդեն ոնց որ քրտինքը տտուց է գալիս, որովհետև օրինակ Coachella-ն լրիվ քալֆ բանա, լրիվ աշխարհում է գիտեն, կգան այդ ֆեստիվալը ու ուրբաթ շաբաթ, տենց ուրբաթ շաբաթ կիրակի առավոտանից մինչև գիշերը։ Ու 2 շաբաթ տենց աշխատում ես, բայց մարդկա հիմնականում էլի մեր նման քերինգ գործ կանի, մենակ այդ իր հաց ու ջուրը դուց է գալիս։ Ես սովորաբար մեր հյուրերին միշտ վերջում մաղթում եմ, որպեսզի այն ինչ որ էստեղ անում են, տանեն Հայաստանում անեն։ Դրա մասին արդեն խոսեցի, վաղուց չեք եղել Հայաստանում։ Ես մաղթում եմ, որպեսզի գնաք ձեր երեխաների հետ, ձեր ընտանիքներով, այնտեղ մի հատ ուսումնասիրեք, մի լավ բան, մի գործ, եթե ստացվի իհարկե, եթե ցանկություն ունեք անեք, բայց այսօր բացի այդ մաղթանքը, ձեր միջոցով այսօր ուզում եմ խոսքս ուղղել ընտանիքներին, որտեղ որ կա բիզնես, 2 եղբայր, 2 քույր, եթե աշխատում են։ Ես ձեր մեջ տեսա այն օրինակը, թե ինչպես պետք է լինել նախ առաջինը եղբայր, ինչպես պետք է լինել ընտանիք, հետո արդեն ստեղծել ձեր ընտանիքը, ձեր կանանց իրար հետ մտերմացնել, ինձ թվում է դա էլ է եղբայրներից գալիս հարաբերությունները, հա, որպեսզի լավ լինի, եւ ես գիտեմ, որ ձեզ համար շատ կարեւոր է, որ իրենք իրար հասկանան։ Եվ իհարկե բիզնեսը կիսելու ձեր հմտությունները, շնորհակալություն, որ կարողացաք մեզ հետ կիսել, ինչ խորհուրդ կտաք, օրինակ, դուք ձեր փորձից ելնելով սկսեն 2 եղբայր գործ, թե ոչ։ Չեմ ուզում անգլերեն ասեմ, ինչքան կարողանամ հայերեն ասեմ, կներեք որ մի քիչ ջարդված կարող լինի, երբեք իրար չեմ ասեք, ինչքան կարակ ձգտում որ ունեք, արեք, սարիպես կայնացենք իրար մեջքին։ Երկուսս ավելի տարբեր ձև ենք մտածում, իրան մի խնդրեմ որ ունենանք, բաններ, որ խոսքի իրան փորձում է համոզել, արի երկրորդ գրելը առնենք, որտեվ առիթա լինում խոսքի երկրորդ առիթը մարդկա որ մեզի փորձմական չի ստացվում, որտեվ մի հատ ունենք, ասում եմ արի գնանք ավտոն առնենք, դա մի 6 ամիս տևեց։ Այդպես առիթներ լինում, որ խոսքի ասում եմ արի Դուք ավելի համարցակ եք երևում, քան Արամը, բայց Արամն էլ ավելի երևի պահպանողական, ավելի այսպես հերուն նայող, բայց տեսնում եք ռիսկի դիմելը փաստորեն ավելի լավ է։ Բայց խոսքի սենց էլ աշխատում գնալով ավելի հեշտ է, ես ավելի լավ եմ հասկանում դա, որ խոսքի ամեն մարդ նույն ձևի չի մտածելու, ամեն մարդ նույն բանը չի ուզում, բայց խոսքի ինքը գիտեմ, որ իր լավ բաները խոսքի որ ինքը անում է, ես չեմ անում, կամ իր նման այդքան լավ չեմ անում, բայց որ իր հետ միանում ես, իրար հետ կանանում ենք միանանք ու գործը առաջ գցենք։ Ուժ եք կազմում միասին։ Մեկս տարբեր ուժի, տենց իրար բրթում ենք առաջ։ Բայց լինում է օրինակ որ 2 օր չխոսեք իրար հետ։ Չէ։ Կարող է 2 ժամ։ 2 ժամ։ Արտուրը նամակ գրելուց կամ հեռուս պատասխանելուց փիս է շատ։ Այն կարգի, որ ասոչան մի բան էլի, ավելի լավ է սկորի զանգի, ասոչան մի բան էլի սկորին շուտ զանգի, քան Արտուրին զանգի, որտեղ Արտուրին կարող է 2 օր հետո նոր պատասխան։ Ինչու Արտուր։ Ամեն օր համարյա 16-17 ժամ աշխատում եմ։ Իմացա որ հեռախոսը ձեռնա, բայց աշխատում եմ։ Խոսքի հաճախորդն է ինձ զանգում, ռեստորանտում որ տիրություն ես անում, ոնց որ այդ մոդի մեջ ես, որ չես կարող հելնես հիմա։ Բա որ կինը զանգում ապ չեք վերցնում, ինչ ասում։ Իրա հետ էլ եմ վատ գրելուց շատ վատ եմ, այս վերջերս չեմ կարող հասցնել որ գրեմ, որտեվ այնքան գործ ունեմ անելու, բայց չի նեղվում։ Օրկա նեղվում է, հա, դե ինքն էլ է նեղվում, ցույց է տալի որ նեղվում է, բայց ինչ անեմ հիմա խոսքի այդ գործի մեջ սաղորը էտա։ Իսկ որ աները գրում է, զանգում է, միանգամից պատասխանում է։ Ոնց։ Տեսար։ Ձեռը տալիս։ Ես գիտեի որ այսպես եկած։ Որ ասում էի ազատությունը տվել է ինձ, ինքին որ ինձ զանգի
կարող է զանգի ասի իր գործի տեղը խոսքի մի բան ուղարկեմ, ուտելիք, իր աշխատողներին ուտելիք է ուզում ուղարկի, թե չէ դրանց ուրիշ բան ինձ չի խանգարում։ Իսկ որտեղից եք օրդեր անում ուտելիքները։ Ինձնից է, ես որ սաղորը ռեստորանտում եմ, ինքը ավտոյի դիլերշիփում է աշխատում, ինքը ասում է, այսօր ուզում եմ այսքան ուտելիք օրդեր անում, կարաս ինձ ուղարկես։ Զանգի նախորդ տենց ուտելիք կսարքեմ, իրանք ուղարկեմ։ Գիտեք ինչու եմ հարցնում որտեղից եք օրդեր անում, որովհետև եթե Ordersco-ի մասին լսել եք, նախապես զրույցից ծանոթացաք, չէ, Արսենի հետ։ Օրինակ, եթե դուք կամ որևէ մեկը ձեր ծանոթներից, մեծ դիտողներից ցանկություն ունի աշխատել Ordersco-ի հետ, ապա կարող է իմ անունը տալիս 50% զեղչ ստանալ։ Լավ տարբերակ է, շատ լավ սիստեմա։ Այնպես որ եթե կան ռեստորաններ, ովքեր կուզենան, կարիք ունեն այսպիսի հավելվածի, ապա սիրով 50% զեղչով իմ անունը միայն օգտագործեք եւ շատ հաճախ։ Ուզում եմ հարցնել Արամ ջան, ինչ կմաղթեք ձեր եղբորը, այ հենց հիմա իր աչքերի մեջ նայելով։ Այդ հեռախոսը շուտ պատասխանի, նամակներին շուտ պատասխանի, դրանք չէ, դրանք պիտի անեք, Արթուր։ Որ միշտ ինքը ուրախ լինի, հաջողակ լինի, դու ինքը որ իր նպատակներին հասնի, ես ինքը Իսկ գիտեք իր նպատակների մասին։ Իր նպատակները որ հանգիստ լինի, մեծ սիրով գիտեմ կուզենա բասկետբոլ խաղա, մի քիչ իր ընտանիքի հետ ժամ անցկացնի, որտեվ որ գործին շատ նվիրված է, իր ընտանիքի համար նվիրված է, մի քիչ էլ կարա ինքը իր համար էլ ժամ ունենա։ Ես իրանք այդ կմաղթի, որ մի քիչ որ կարողանա opportunity ունենա որ relax անի, time for himself, որ իր ընտանիքի հետ ժամի քիչ անցկացնի։ Ես տենում եմ, որտեվ ճանապարհին իմ տենց անձնական գործին տուն կեթամ, բա ինչ ես անում, ասում եմ տուն եմ եթում կամ ջիմ եմ եթում, ես ժամ ունեմ, կարանում եմ անում, բայց ես իրան հարցում եմ, բա ինչ ես անում, գիտեմ առավոտվա 5-ից ծնդաղա, բա ժամը 8-ն է, հələ գործի տեղն է։ Գիտեմ որ իր ընտանիքի հետ այդ ժամը չունի, կուզենա ինքը կարողանա այդքան մի քիչ իր ժամը հետ առնի, որ իր ընտանիքի հետ անցկացնի, որովհետև մի քիչ իմ papays անում, papays եմ հիշում, որովհետև ինքն էլ ինչ եկել ենք Ամերիկա, առավոտվա 8-ից մինչև գիշերվա 8-ը գործի ամարտ է եղել ու գիտեմ կուզենար մեր հետ ավելի շատ ժամ կանցկացնել, բայց իր կարևորը կռշպայր մեր գլխի տակ, հացելներ սեղանի տակ իր ուրախությունը դուց է գալիս։ Իրապես խալ ասացի, կռշպահեր գլխի տակ, հացելներ սեղանի տակ։ Հացելներ սեղանի վրա։ Ձեր գլխավերևում տանիք ունենայք եւ սեղանի վրա հաց։ Այո։ Ահա, ապրեք։ Իսկ դուք Արթուր ջան։ Որ ինքը ուրախ լինի, առողջ լինի, ես իր մեջքին միշտ կայնած կլինեմ, բայց ինքն էլ իրար հետ միշտ մոտիկ լինենք, ընտանիքին միշտ մոտիկ բայենք, երեխեք իրար հետ մեծանան, իրար հետ միշտ լավ լինեն, իրանք մեզնից կտենան էդի լավ բաները կսովորեն, հետո իրանք ժամանակն է որ էդի լավագույն օրինակը այո ծնողներն են։ Ձեզնից իսկապես մեր զրույցի ընթացքում լավ, այսպես դրական էներգիա ստացա, ընտանեկան այսպես ջերմ մթնոլորտ էր մեզ մոտ ու ես ուզում եմ որպեսզի մեր համայնքում ձեր մասին ավելի շատ մարդ իմանա, ձեր ծառայությունները ավելի շատ մարդկանց պետք կան, որովհետև իսկապես բացի այն, որ դուք տալիս եք համեղ որակով ուտելիք, նաև այդ ջերմությունը, այդ շփումը, ինչ որ դուք եք ուզում, որպեսզի ստանաք հաճախորդից, տալիս եք նաև դուք։ Ձեր գործերին մաղթում եմ հաջողություն, ուզում եմ, որ Արթուրը շատ ժամանակ տրամադրի ընտանիքին, կնոջը, երեխային եւ ուզում եմ, որպեսզի դուք էլ ինչ մաղթեցիք իրեն։ Շատ բան չունեմ բողոքելու, մենակ որ ինձ մի քիչ ավելի շուտ լսի, որ ես ինչ որ ասում եմ, լավ բաներ եմ ասում։ Համարձակություն, այո, համարձակություն, ռիսկ, որպեսզի կարողանաք։ Դե ինձ թվում է դուք երկուսով այսպես բալանսի եք բերում։ Ձեր մեջ դա կա, Արամի մեջ էլ մնացած բաները, որ ձեր մեջ չկա։ Էնպես որ եղեք ամուր, պինդ եւ հայ մնացեք։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Մերսի ջան։ Տալով մեքսիկական ուտելիք, եղեք հայ, այսպես ասած։ Միշտ զարմանում են, որ ասում են բանա Մեքսիկ եք, ասում եք չէ, հայ ու Մեքսիկի խառնորդ ենք էլի, գիտենք էլի։ Մերսի շատ ձեր ժամի համար, մերսի հարցերի համար։ Ես եմ շնորհակալ։
Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջորդ շաբաթ հանդիպելու ակնկալիքով։ Մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերով եւ իհարկե բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք։